Երկու լարի վրա խաղացող հայկական կողմը ի վերջո արևմուտք է ցանկանում գնալ, թե Ռուսաստան։ Ֆրանս 24-ի լրագրող Ֆրանսուଆ Պիկարը գրեթե նույն հարցադրման պատասխանն է փորձել ստանալ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարից։ Արարատ Միրզոյանն էլ, թե Հայաստանի քաղաքացիները աջակցում են խաղաղության օրակարգին, նրանք ունեն եվրոպական ձգտումներ։ Դա, այսպես ասած, խայթում է, թե օտարացնում։ Դա Մոսկվային նյարդայնացնում է, թե օտարացնում։ Լրագրողը հետաքրքրվում է նաև հայկական կողմի չի անհանգստացնում, որ դա ռուսներին կստիպի շրջվել հայերից, այնպես ինչպես տեղի ունեցավ ուկրաինացիների դեպքում։ Արարատ Միրզոյանը պատասխանում է, թե կան որոշ կետեր, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն։ And a lot of Armenians I've spoken to. Of course, Armenia-Russia relations are not exclusion. Իրոք Հայաստանում կա հիասթափություն, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա 3 տարի առաջ հարձակում եղավ, Ռուսաստանը չմիջամտեց Հայաստանի օգտին։ Հայաստանի Հանրապետությունը այդ հարձակման ժամանակ իրական քայլեր, որպեսզի հապկը ներգրավի, չի արել։ Ենթադրում են նաև հասկանալով, որ հապկը չի ներգրավվել։ Հապկի ղեկավարությունը իրենց հերթին նույն կարգով ոչինչ բան չեն արել, այսինքն սա խոսույցի մակարդակով զրույց է, այստեղ նույնիսկ քննարկելու բաներ չկա։ Միրզոյանի ձևակերպմամբ, սակայն Հայաստանը չէր ցանկանա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներն ըստ նրա կապված են տնտեսական, մշակութային առումով։ Russia, peoples of Armenia and Russia, they are very much connected. Այնպես որ մենք կշարունակենք մեր նորմալ բարեկամական հարաբերությունները, ամեն դեպքում սա մեր մտադրությունն է։ Մյուս կողմից փորձագետների գնահատմամբ Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ համակարգում տնտեսական օգուտներ քաղել ու դրանք օգտագործել դեպի ԵՄ թեքվելու նպատակով։ Տվյալ պահի դրությամբ եւ առաջիկա տեսանելի ապագայի կտրվածքով խոսել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ եվրոպական միություն գնալու իրական գործընթացի մասին անլուրջ է։ Այն որ նախընտրական այս շրջանում եւ նաեւ հետընտրական, եթե Փաշինյանին հաջողվի վերընտրել, հետընտրական շրջանում որոշակի ոչինչ նրանք կարողանան իրենց հարմար ձևով դիրքավորել։ Կլինեն մեր նկատմամբ լուրջ տնտեսական ճնշումներ եւ որոշակի քաղաքական օրակարգեր կվերանայվեն, դա միանշանակ։ Ռուսաստանը կոչտացրել է իր դիրքորոշումը, անկախ նրանից, թե ով կգա Հայաստանի իշխանության, մեր հետ հարաբերությունները վերանայվել են։ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը եւ այն ըստ արտգործնախարարի հաստատվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Belief is that people of Armenia, they strongly support peace agenda. Մենք վայելում ենք այս խաղաղությունը։ Ավելին, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով մենք ոչ միայն նոր վիրավորներ, նոր զոհեր չենք ունեցել, այլև սկսեցինք երկկողմ առևտուր։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղության ապացույց է։ Մենք նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը եւ հիմա անհամբեր սպասում ենք դրա ինստիտուցիոնալացմանը։ Ըստ Միրզոյանի, Հայաստանը շատ արդյունավետ երկխոսում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բացելու համար։ Միրզոյանը հայտնել է, որ ամերիկացի գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես վերակառուցել երկաթուղիները, որոնք կարող են կապել Հայաստանը եւ Ադրբեջանը, ապա նաեւ Թուրքիան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։